Այս շաբաթ ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության որոշմամբ հրավիրվել էին խորհրդարանական լսումներ, թեման խմբակցության ներկայացրած ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին ազգային ժողովի հայտարարության նախագիծներ։ Այսօր մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը մեկ վայրում կարողանան քննարկել գործնական լուծումներ, թե ինչպես կարելի է հասնել իշխանափոխության։ Կարծում եմ, որ առաջին հերթին հենց մենք ընդդիմադիրներս ակնկալելով լայն հասարակական կոնսոլիդացիա պիտի օրինակ ցույց տանք մեր համախմբվելու եւ մեկ գաղափարի շուրջ ուժերի ներածի չափով ու մի քիչ ավել պայքարելով։ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը ներկայացրեց պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ոչ միայն չի կատարել իր պարտականությունները, էականորեն շեղվելով իր իսկ ներկայացած եւ խորհրդարանական մեծամասնության հավանությանն արժանացած կառավարության ծրագրից, այլև չի կարողացել արդյունավետորեն արձագանքել պետության առջև ծառացած մարտահրավերներին, հաճախ դառնալով նոր մարտահրավերների առաջացման պատճառ։ Ըստ Աբրահամյանի պատիվ ունեմ խմբակցության դիրքորոշումը հետևյալն է. այս պահին ազգային արտակարգ իրավիճակի միակ սահմանադրական լուծումն ազգային ժողովի կողմից վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է, որը ենթադրում է մի շարք քայլերի հերթականություն, որոնք նկարագրված են հայտարարված տեքստում։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության դիրքորոշումը քննարկվող հայտարարության նախագծի եւ դրանից բխող անվստահության գործընթաց սկսելու մասին ներկայացրեց Իշխան Սաղաթելյանը։ Մեր դիրքորոշումը նախագծին կողմ է եւ հանձնաժողովում եւ ազգային ժողովի լիագումար նիստում կողմ ենք քվեարկելու։ Ելույթներում մասնակիցները խոսեցին անվստահության գործընթացի շրջանակում իրականացվելիք քայլերի, ծրագրերի մասին, ներկայացնելով իրենց տեսլականը անցումային կառավարության ձևավորման, գործունեության ժամկետների, առաքելության, անցումային կառավարության վարչապետի թեկնածուի վերաբերյալ։